Արտ երկրում Ղարաբաղը այսօր համարվում է այլ հանրապետություն եւ ես հարց եմ տալիս ձեզ իմ տղան ինչ գործ ուներ Ղարաբաղում ինչ գործ ուներ որ սպանել են մինչեւ այսօր մեղավորները պատասխան 2 տարի ծառային հետո գլխներն ուտեն ուժան բանակի համար օրենքով այլ հանրապետություն է մենք նորից եմ ասում ենք համապատասխան Իսկ ինչի միջև այսօր իմ դիմումներին պատասխան չկա, եթե ոչ մի կեղծիք չկա, ինչի միջև այսօր պատասխաններ չկա իմ դիմումներին։ Դասեք ես օրենքով տարել եք Ղարաբաղ ձեր տղաներին։ օրենք անեք 15 տարի է, հոկտեմբերի 30-15 տարին է լրանում, որ 9 քառակուսի մետր սենյակում 4 հոգու ներկայությամբ տղայիս գումարտակի հրամանատարը սպանել է ու պատասխան չի տվել հիմա էլ աշխատում է նույն զորամասում։ Բարձրաձայն է, ասել, այդ կողմը, այդ էմոցիոնալ կողմը մեզ չի հետաքրքրում։ Մեզ հետաքրքրում է, որ իրավական գնահատական ստանան մեր զինվորների սպանած դեպքերով մարդասպանները եւ այդ մշակույթը վերջ դրվի։ Իսկ հիմա բազմանում է, զարգանում է, աճում է, ես չգիտեմ ինչ բաժնում։ Ես կարող եմ իմ մասով պատասխանել, մենք թերևս իսկապես անելիք ունենք զորամասերում, աշխատանքներում եւ նորանշանակ նախարարի ծրագրերը քանդիկով պարոն Սարգսյանի հետ քննարկել, թե այլ ավելի ինչ կարող ենք անել զինվորների շրջանում, զինծառայողների շրջանում, իսկապես մշակութային, հայրենասիրական եւ մարդկային որակները բարձրացնելու համար։ Ես կարծում եմ մեր անելիքը ցավոք այսքանով կարող է սահմանափակվել։ Իսկ ծնողների բողոքների մասին ինչ կասեմ, որքանով են ձեզողել Ես ցավում եմ ծանոթ չեմ, բայց գիտեք փաստը արդեն անշանակ չէ որ փաստը արդեն իհարկե ողբերգական է եւ ցավալով միանում հրամանատարների տրանսպի վերացնեք, իսկ Բադայանը ասում եք ոնց անենք, էր տեղու դատար չկա, ոնց է ոնց անենք, ծնողը պահում է 10 տարի, տղուն տալիս է, որ ինչ-որ միած ստոր վիժված կենթանիք երեխու կյանքը խլի։